Թուրքիայի հետ մեր երկխոսությունը ես կարող եմ անկեղծ ասել, չունենալով դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ, մենք ունենք շատ ավելի ակտիվ եւ գործուն երկխոսություն, քան բազմաթիվ երկրներ, որոնք իրար հետ ունեն դիվանագիտական հարաբերություն, անշուշտ իրավացի կլինի որևէ մեկը, եթե ասի, որ պետքա ժամանակն ավաղուց արդեն, որ այդ երկխոսությունը շոշափելի արդյունքներ ունենա գետնի վրա, ես եթե որևէ մեկ այդպիսի բան ասի, ինքս կհամաձայնվեմ, իհարկե այդ երկխոսությունը շատ տևական ժամանակ եւ շատ դրական հունով զարգացել է, բայց նաև վերջնարդյունքներ, իհարկե կան միջանկյալ արդյունքներ, բայց վերջնարդյունքները տեսնելու ժամանակն է, սա է մեր համոզմունքը, խոսելով միջանկյալ արդյունքներից, ուրեմն նախ համատեղ մի քանի բան է արվել, խոսակցություն, երկխոսությունը կա շարունակվում է, բայց նաև գետնի վրա տեղ ունեցած որոշ բաներ, օրինակ փետրվարից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի ուրեմն մարգարե անցակետը հիմնարարոգվել է, պատրաստ է ուրեմն գործելուն եւ այս անցակետը ամբողջությամբ ուրեմն վերահսկվում է Հայաստանի Հանրապետության սահմանային զորքերի կողմից։ Խոսեցինք ռազմավարական երկխոսությունից, այս տարվա առաջին կեսին արդեն մենք հնարավորություն ենք ունեցել նոր երկգործընկերների հետ հավաստել կամ ստեղծել այսպիսի ձևաչափ Նիդերլանդների հետ մենք արդեն ռազմավարական գործընկերներ ենք առաջ անցնելով նշեմ, որ կան մի շարք այլ երկրներ, ում հետ նույն բանակցությունները ունենք, վարում ենք, հարկ եմ համարում հիշեցնել նաև նախորդ թիվ մենք ռազմավարական երկխոսություն ենք հաստատել Մեծ Բրիտանիայի հետ, Միացյալ Թագավորության հետ։ Իհարկե ակնհայտորեն շատ բովանդակալից մեծ եւ հարուստ օրակարգ ունենք Ֆրանսիայի հետ եւ հարկ է նկատել, որ սա բացի բավական լուրջ ուրեմն նախադրյալներից, պատմական նախադրյալներից նաեւ եթե կուզեք, բայց նաեւ բավական զգալի չափով պայմանավորված է օրինակ անձամբ նախագահ Մակրոնի եւ վարչապետ Փաշինյանի ջանքերով Եվ ոչ միայն իհարկե մյուս գործընկերներ, չեմ կարող չանդրադառնալ Իրանի հետ մեր հարաբերությունների երկխոսությանը, լինի դա թե երկկողմ, ուրեմն ձևաչափով կամ համատեքստում, թե տարածաշրջանային առումով։ Մարտին տեղի ունեցավ Իրանի արտաքին գործերի նախարարի այցը Երևան, մեր երկու երկրների միջև բարձրաստիճան փոխացելությունները անընդհատ են, հաճախակի են, ընդգրկում են տարբեր գերատեսչություններ, մենք սպասում ենք նախագահ Փեզեշքյանին Երևանում։ Եվրոպական միության այդ գործընկերության խորացումը ուրեմն սա իհարկե մեր առավել ակտիվ ուղղություններից է եւ կարծում եմ, սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ մեր քաղաքացիների նախընտրություններին, առաջնահերթություններին համահունչ է ուրեմն զարգանում։ Տեղյակ եք, որ նշեցի քիչ առաջ եվրոպական ուրեմն խաղաղության գործիքը կամ EPF-ը, եթե հապաղումներով, որով մենք աջակցություն ստացանք 24 թվականին, այս տարի եւս Հայաստանը հայտ է ներկայացրել։ Ընդհանուր առմամբ կա դրական ուրեմն ընկալում Եվրոպական միության ներսում այս մասին, սրա վերաբերյալ, իհարկե կան 1-2 նաև անդամ երկրներ, որոնք կապում են այս գործիքը, սա էլ գաղտնիք չի վաղուց, նաև Ադրբեջանին ցուցաբերվող նույն աջակցության հետ, մենք կարծում ենք, որ կապելու անհրաժեշտություն չկա։ Մի խոսքով կա դրական ընկալում, բայց այս կոնկրետ հարցով ֆորմալ որոշումը դեռևս ընդունված չէ։
Վերջնականացնում ենք Հայաստան-Եվրոպական միություն նոր գործընկերության օրակարգ կոչվող փաստաթուղթը եւ ակնկալում ենք, որ առաջիկա 1, 2, 3 ամիսների ընթացքում կարող ենք նաեւ արդեն ազդարել, որ ամբողջությամբ համաձայնեցված է այս փաստաթուղթը եւս։ Ես խոսեցի Ֆրանսիայի մասին, խոսեցի Նիդերլանդների հետ ռազմավարական գործընկերությանը, սա անշուշտ չի նշանակում, որ մյուս Եվրոպական միության անդամ երկրների հետ նույն ակտիվությամբ չենք զարգացնում հարաբերությունները։ Կուզենայինք ինքս առանձնացնել մի խումբ երկրների, որոնց մի մասը, մեծ մասը Եվրոպական միության անդամ են, բայց ոչ բոլորը։ Խոսքս Հյուսիսային Եվրոպայի եւ Բալթյան ուրեմն երկրների մասին է, տեղյակ եք երևի լսել եք այդ ֆորմատի մասին, Նորդիկ, Բալթիկ 8 երկրները։ Մենք շատ մեծ կարևորություն ենք հաղորդում այս ֆորմատին կամ այս խումբ երկրների հետ հարաբերությունների զարգացմանը, կարծում ենք, որ եւ սովորելու բան ունենք, եւ փորձառություն կա այնտեղ, որոնք մեզ հետաքրքիր է, եւ իհարկե մենք մեր կողմից նաեւ մեր ներդրումը կարող ենք ունենալ իրենց պատկերացումներում։ Շատ ակտիվ է եղել հենց տարվա սկզբից մեր երկխոսությունը Ռուսաստանի Դաշնության հետ, կհիշեք հունվարին տեղի ունեցավ իմ այցը Մոսկվա, վերջերս Երևան այցելեց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Լավրովը։ Անշուշտ սա ես չեմ ուզում աշխարհագրությունը սահմանափակել միայն նշածս երկրներով կամ ուղղություններով, մենք եւ սա հանրայնորեն լավ ակտիվ բավականին քննարկվում է, բավականին աշխուժ եւ պտղաբեր գործընկերություն ունենք Հնդկաստանի հետ, Ղազախստանի հետ, այսինքն մեր գործընկերության աշխարհությունը չի սահմանափակվում ոչ արևելքով, ոչ արևմուտքով, նույնիսկ ասինքն լատինական կամ հարավային Ամերիկա միջև կարող ենք նշել եւ նաեւ վերջին բանը, որ ուզում եմ ասել, քաղաքական խորհրդակցություններ Չինաստանի հետ եւ այս ուղղությամբ էլ բավական հետաքրքիր հնարավորություններ են